Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում Ռեբեկան ամբողջ գիշեր զանգում է Միսակին, բայց նա անհասանելի է։ Հետո գնում է այն վայրը, որտեղ վերջին ժամանակներում բնակվում էր Միսակը։ Դուռը փակ է կողպեքով։ Ռեբեկան արդեն չգիտի ինչ անի։ Նա նաև զանգում է պապիկին, ում Միսակը զանգել էր նախօրեին, բայց Սարոյանը զանգը ուշացումով էր տեսել։ Մի խոսքով Ռեբեկան մտածմունքների մեջ է ու ճարահատյալ դիմում է ծայրահեղ քայլի։ Նա որքան էլ չի ցանկանում որևէ առնչություն ունենալ Դիանայի հետ, այնուամենայնիվ զանգում է եւ Միսակի մասին հարց ու փորձ անում։ Դիանան զարմանում է, որ Միսակը չկա, ու իրեն էլ է շատ հետաքրքրում, թե որտեղ կարող է լինել Միսակը։ Հիմար Ռեբեկան այստեղ էլ է սխալվում։ Չէ՞ որ դու գիտես Դիանային, միգուցե հենց նա է վնասել Միսակին։ Եվ հիմա Ռեբեկային խնդրում է այս մասին ոչ ոքի ոչինչ չասել, մինչև ինքը հասկանա, թե որտեղ է Միսակը։ Ռեբեկան էլ հնազանդվում է ու լուր սպասում մի լուրի։ Իրականում շատ ճիշտ է, երբ ամեն մեկը պատժվում է իր արածի, իր գործած հանցանքի համար եւ ոչ ուրիշի, բայց Դիանայի դեպքում կարող ենք ասել հակառակը։ Լավ կլինի, եթե Միսակի սպանության համար հենց նա նստի բանտ եւ ոչ թե Գարիկը։ Գորն էլ ոստիկանությունից դուրս է գալիս ու շենքի դիմաց հանդիպում Սարային, ով եկել է իրենց նշանադրության թե ամուսնության մատանիով, հանում է այն եւ դնում Գորի ձեռքի ափի մեջ։ Երկուսի համար էլ շատ հուզիչ պահ է, քանի որ ընդամենը 1 օր առաջ նրանք իրար սեր էին խոստովանել, իսկ հիմա ստացվում է, որ այլևս ոչ մի բան կարևոր չէ։ Գորին սակայն շատ քիչ է մնացել եւ նա կհանդիպի Սարգսին ու կստիպի գնալ ոստիկանություն եւ տալ իր անունը։ Հակառակ դեպքում կսպառնան նախորդ անգամ սկսած գործը ավարտին հասցնել։ Մի խոսքով Սարան Գորին վերադարձնում է մատանին ու հեռանում։ Իսկ Արմանին ազատում են բանտից եւ Սարոյանը առաջին մարդն է, ով հանդիպում է նրան։ Սարոյանը, ինչպես տեսնում ենք, մարդկանց ճանաչելու եւ նրանց իրական դեմքը տեսնելու խնդիր ունի։ Դեռ Միսակին բերեց իրեն փեսա դարձրեց, իսկ Նարինեին չթողեց, որ ամուսնանար իր սիրած տղայի հետ։ Հետո Վահեին չհավատաց, հետո Գորի հասցեին ինչ ասես ասաց, հիմա էլ Արմանի հերթն է։ Բոլորը նրան ասում են, որ Արմանը մեղավոր չէ, որ նա ազնիվ անձնավորություն է, բայց Սարոյանը չի լսում։ Միակ մարդը, ում Սարոյանը չի վստահել իր կյանքում, դա Դիանան է։ Այդ էլ պարզապես այն պատճառով, որ բազմաթիվ դեպքերի ականատես է դարձել։ Իր աչքով է տեսել Միսակի ու Դիանայի կապը հաստատող փաստերը։ Մի խոսքով նա Արմանին ասում է, որ առաջին ու վերջին անգամ է զգուշացնում հեռու մնալ Էլայից։ Ու Սարոյանը Արմանի բանտից դուրս գալուց հետո ցանկություն է հայտնում նրան առաջինը տեսնել, որպեսզի հենց դա զգուշացնի, որպեսզի Արմանը հանկարծ բանտից դուրս գալուց հետո չփորձի հանդիպել կամ խոսել Էլայի հետ, այլ պարզապես ընդմիշտ անհետանա նրա կյանքից։ Հարգելի հետևորդներ, արդյոք Ռեբեկան կգտնի հորը, ավելի ճիշտ հոր դիակը, գրեք մեկնաբանություն եւ սեղմեք բաժանորդագրվել կոճակը։ Չէ, իհարկե ես հասկանում եմ, որ տեքստերը չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գորն է Սարայի մատին դրել, նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին վզնացը։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սարան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա, չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը եւ այստեղ եմ զգեստա փոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սարայի ննջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ որ բաներ Սարայի մասին ու այստեղ գտա օրինակ Սարայի ամենասիրելի գիրքը, դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սարան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սարայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ
իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ։ Այնքան, որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ։ Դուրս արի խնդրում եմ։ Մի խոսքով դիմացիր, ես 2 օրից կգամ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում։ Եկել է դրսի շորերով նստել մահճապակալիս վրա։ Ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իր այդ բարի գիշեր։ Ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ։ Բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երազշած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե։ Հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ։ Խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որ թուղուցս եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների։ Նոնա։ Ողջույններ տաքուկ միջավայրից։ Ողջույն։ Իհարկե երկուսս է զզվում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի էլի, ֆիքսված ժամը։ Փաստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, տենց վատ է։ Այս երկու քույրն են միայն։ Իրականում այս սրանք են ստորը, իմ անունն է դուրս եկել։ Սա ինչ հարց էր։ Իհարկե դուր է։ Իհարկե ոչ։ Քեզ ասով խոսացրեց, պարտադիր ինան մեջ պիտի գցի, գիտես։ Չեմ կարողանում առանց քեզ։ Չաչելի է։ Լավ, իրականում իհարկե դուր է գալիս, որովհետև ես իմ կերտած